ակնկալիքով եք մասնակցում։ Այն ակնկալիքով եմ մասնակցում ու վերջո եթե մի բառով ուզենամ ասեմ կամ երկու բառով, որ ունենանք արժանապատիվ ապագա։ Մենք կորցրել ենք մեր արժանապատիվ ապագան։ Դա ամենասարսափելին է մնացած բոլոր գաղափարները։ Փաշինյանը որ ասում էր ապագա կա, ապագա, սա այդ ապագան է, որը Գիտեք, ապագան միշտ կա, բայց ինչ տիպի ապագա կա։ Ես ուզում եմ արժանապատիվ ապագա, որ մենք ունեցել ենք գոնե խորհրդային ժամանակներից սկսած մինչև 18-20 թիվ։ Մենք ունեցել ենք ապագա ու մենք կարողացել ենք բոլոր տեղերը ներկայանալ, որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ բոլոր բնագավառներում՝ երաժշտություն, սպորտ, կրթություն։ Երեխեքը գնում են օլիմպիադաների, գալիս են հաղթանակով։ Այսօր մեր ապագան, մեր ճակատով արժանողներ են երեխեք։ Սպորտսմենները գնում են այնտեղ, որտեղ ուժերը չի հերիքում։ Կներեք ռուսերեն բառն ասեմ, չերեզ նի մագու ուզում են հասնել այդ բանի, բայց ամբողջ ազգը պետությունը ժողովուրդ խարխափում ենք, անհասկանալի վիճակի մեջ Բայց ինչի՞ց եք դժգոհիկ, որ Փաշինյանից թոշակները բարձրացրեցին, աջուրը կտրում էին, միջամտեցին։ Արժանապատիվ, ասեմ ինչից եմ դժգոհ։ Երբ որ ես առաջ գնում եմ, ես իմ մասնագիտությամբ շատ եմ շփվում միջազգային կառույցներում ու հանդիպում եմ այդ թվում նաև ադրբեջանցիներ, սկսած 80-ական թվերին, երբ որ համալսարանից գնացել եմ ուսանողական գարունների իրանց հետ շփվել եմ, երբ որ գնացել եմ սովետական միության առաջնությունների մրցումների շփվել եմ, երբ որ դրանից հետո ԱՊՀ երկրների տարբեր մեթոդական խորհուրդներ կա, բոլոր տեղերը հայերը ունեցել են շատ բարձր դիր, շատ բարձր արժանապատվություն, շատ բարձր հարգանք։ Գիտեք, նյութականը չի կարևորը, առաջնայինը հոգեկանն է, հոգևորն է։ Դու հոգևորն ես, որ նյութական տեր բանալի։ Ճիշտ եք ասում, աշխարհը գնում է դեպի սպառող հասարակության։ Կեր, խմի, կներեք կենտանական բնածները բավարարի չէ դա մարդը պիտի հոգին ներդաշնակ լինի, հոգի բնության հետ, մարդկության։ Դուք պատկերացնում եք ազգային արմատներից կտրվես ու կարող ես իժանեկան։ Մանկուրտ եք դառել։ Չինգիզ այդ մտվի մանկուրտը կարդում ես, մեզ սարքում են մանկուրտ։ Չեմ ուզում մանկուրտ լինեմ։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ, որևէ ես իմ գաղափարներով Աջակողնյան ազգային պահպանողական գաղափարախոսության կրողն եք։ Ժողովուրդ, ես վերջերս շորտես բան եմ լսել, ասում կրթությունը նորաձև է։ Ես ներողություն սկսած հին Հռոմից ու դրանից առաջ գնանք շումերներից սկսեք, կրթությունը նորաձև չի, կրթությունը կենսակերպ է։ Առանց կրթության ոչ մի բան չի նորաձև։ Նորաձևը ո՞րն է։ Այսինքն որ լավ ես սովորում, շատ գիտելիքներ ունես ու կարող, այդ նորաձև է։ Չէ, ես գտնում եմ, որ դա կենսական անհրաժեշտ պայմաններից մեկն է։ Փաշինյանի ամենամեծ Գիտեք, ես աններելի սխալը, որը դուք աններելի սխալը, որ Ղարաբաղը այսօր հայ զավթված է, չասեմ մնացած կարող է լավ չարտահայտել, մերը չզավթված է։ Ես գործի բերումով ամեն ամիսը մի 10-15 տարի ամեն ամիս ես մի շաբաթով գնում եմ Ղարաբաղ։ Մեր գործի բերումով շփվել եմ։ Ես 18 թվին եմ իկորին չեմ ընտրել, եթե խոսքը դրա մասին է, որովհետև իմ գաղափար ընտրել եմ դաշնակներին 2-3 անգամ, հիմա արդեն կտեսնում եք ում գաղափարակից։ Չեմ ճամբարափոխել, իրանք էլ չեմ միասնավել։ Իմիջիալոց միակ գործող կուսակցությունը, որ կարող ես ասել կուսակցությունն է իր կառույցներով ու բաները, դաշնակցությունն է, հիմի չասենք մնացածներ ուրիշ երկրորդ կուսակցություն կա Հայաստանում, որ կուսակցությունն է իր ամեն ինչը։ Բայց ներողություն, հա, հիասթափություն ունեմ, որտեվ չկարողացան այդ վիճակից մեզ, հետո գիտեք ինչը, միշտ պիտի ազնիվ լինես, պատեհապաշ չպիտի լինես, պայի հետևից չպիտի գնաս։ Ես չեմ ուզում դաշնակների մասին որևէ բան ասեմ, որովհետև այսօր կարծես թե իրանց մասին չի խոսքը, ու ես ասեմ, որ իրանց նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ, եթե այդ բանով ասեմ։ Բայց ես այսօր գտնում եմ, որ մեր ժողովրդի համար ամենատեղին մոտեցումը գաղափարախոսություն, դա աճ պահպանողական ազգային գաղափարախոսությունն է, դա կլինի պետական քաղաքականության բնագավառում, դա կլինի ազգային քաղաքական, սոցիալական քաղաքականության բնագավառում։ Ես գտնում եմ, եւ ոչ միայն, բոլոր բնագավառներ չպետք է աստիճանաբար պիտի զարգացումը գնա։ Գիտեք, երբ որ մի բանը շատ արագ, երբ որ ճաշը դնում եք ուժեղ կրակի վրա եփում եք, ինքը համով չի։ Երբ որ կամած եփում եք, ինքը համով անում։ Պրոցեսներն է։ Չեմ ասում, որ ես առաջընթացներին դեռ քավլիցի չես կարող։ Եկեղեցին էլ այսօր մեր արհեստական բանականությունից էլ արդեն օգտվում տարբեր, բայց այդ պրոցեսը աստիճանական պիտի տեղի ունենա, ոչ թե միանգամից ուրանաներ։ Հիմա միասնության թևերը ուզում է գալ իշխանության, որ առաջնային ո՞ր խնդիրներ են։
իմ կարծիքով ես իշքան ես հասկանում եմ, դա պահպանողական գաղափարախոսությունն է, ազգային գաղափարախոսությունն է, որտեղ իրանց բոլոր եւ ելույթները եւ ամեն ինչը, որ ես կարդում եմ, տեսնում եմ, դա պահպանողական գաղափարախոսություն է, ազգային պահպանողական։ Եթե մենք ազգայինը կորցնենք, մենք դառնանք մանկոտ։ Այսօր արդեն այդ վտանգի առաջ ենք կանգնած։ Կարծես թե քայլ ուզում ենք, գիտեք ինչ, այն հոտը որ գնում է ուզում է բանից ընկնի ժայռից ներքև, մենք այդ վիճակի հիմա ուզում ենք, որ այս ուժերը որ գան, աճ ուժերը, ազգային ուժերը, բոլորը իրար հետ միավորվեն ու մեզ բերեն այն վիճակին, որը ես գտնում եմ, որ ինքը մեր ավելի ստաբիլ վիճակն է եղել։ Իշխանականները ներողություն շատ ոգևորվել էին այդ տեսարանից, երբ Փաշինյանը Թրամփի հետ մի սեղանի շուրջ նստել էր, ասում էին, տեսեք ինչ երկրի Թրամփը երեք իմացակ ինչ է եղել։ Երեք գիշերը հարվածել է մեր ամենամոտիկ դաշնակից չեմ ուզում ասեմ դաշնա, հարևանի։ Հիշենք, որ այդ բոլոր ճանապարհները, որ փակել, Իրանից էր Հայաստան գալիս կենսական անհրաժեշտ։ Այսօր ինքը խփել է ու ինչի համար, այն դեպքում։ Երբ որ ասում են, որ բանակցությունների հաջորդ փուլը Ժնևում շարունակվելու է։ Երկու օրից կարծես թե պիտի շարունակվի, եթե չընկան մարտի հետ։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն իրա կողքը որ նստում են այդ լավ է։ Հատուկ լավ կլներ, որ սովորացնեն, որ Հայաստանը Ալբանիա չի, չգիտեմ էլ ոնց ասեց, Արմենիա է, գոնե սովորացնեն։ Չեմ կարծում, որ այդ ամենա